Համար տեսեք, զինծառայողների ապահովագրության հիմնադրամ, 13-րդ նիստ, տնօրենի ֆինանսական հաշվետվություն, ամիս առ ամիս, ցիկլի մասին, երբ որ ձեզ զեկուցում են, չեն ասում, որ ոչ մի ամիս չի եղել այդ գումարը, 1.5 տարի չի եղել, աշխատատեղերի բացահայտման առաջին օրվանից։ Սա նշանակում է, որ 1.5 տարի այդ գումարները, ինչպես մնացած գումարները, կարող էին պահվել ճիշտ այն նույն հաշվի համարին, որում պահվում է, որի վրա գալիս են տոկոսներ, եւ դա հիմնադրամի եկամտային հոդվածներից մեկն է, պատկերացրեք 800 միլիոնի տոկոսները ինչքան են, եւ դուք կկարողանայիք լուծել, օրինակ, զոհված զինծառայողների մայրերի այն խնդրանքը, որով նրանք ձեզ մոտեցել են։ Բայց սրա պատասխանն ով է տալու։ Այդ կորսված գումարների պատասխանատվությունն ով է կրելու, մեկ, երկրորդը լավ, ինչ ցիկլով են բա փոխանցելու, եթե 1.5 տարի չկա։ Եկեք հանձնարարենք իրավապահ մարմիններին, թող հարուցեն քրեական գործ։